Նոր խախտումներ է հայտնաբերել Եվրամիությունը հայկական ավիաոլորտում ու որոշել ավելի երկար պահել մեզ այսպես կոչված սև ցուցակում։ Ընդ որում հայկական ավիացիան այդ ցուցակում հայտնվել է դեռևս 2020 թվականի հունիսից։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն ասում է, որ մի քանի տարի առաջ իրականացված հիմնական խոշոր աուդիտի արդյունքում արձանագրված 40 թերությունը վերացված է, սակայն ի հայտ են եկել նոր թերություններ, որոնց շտկման ուղղությամբ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն աշխատում է։ Տարբեր բնույթի թերություններ են, տեխնիկական, օրենսդրական որոշակի փոփոխություններ, կառուցվածքային որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն։ Սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60%-ը արդեն ուրեմն շտկված են եւ մենք շարժվում ենք մյուսները շտկելու եւ օր առաջ սև ցուցակից դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ։ Ստացվում է, որ եղած 40 կետանոց թերությունները վերացվել են, բայց ԵՄ-ն հայտնաբերել է նորերը ու Հայաստանը կշարունակի մնալ սև ցուցակում։ Ընդ որում նախարար Խուդատյանն ասում է, թե թերությունները վերացնելը շատ ժամանակ չի պահանջի, մոտ 5 տարում կլուծեն հարցը։ Ընկերություններ, որոնք Երևանից թռիչքներ են իրականացնում, բայց գրանցված են այլ տեղերում, այլ երկրներում, նրանք ստանում են մեր Հայաստանում գրանցված ավիաընկերությունների հանդեպ առավելություն։ Սա առնվազն անտրամաբանական մի իրավիճակ է, որովհետև պետության խնդիրը պետք է լինի ստեղծել միջավայր, որը կապահովի հենց Հայաստանում ներդրումային գրավիչ պայմաններ, այդ թվում ավիացիայի ոլորտում։ Իդեպ այս հանգամանքը էական դեր է ունեցել Fly Arna ծրագրի տապալման հարցում։ Հայաստանը չի կարողացել կատարել եվրոպական սև ցուցակից դուրս գալու պարտավորությունները, ինչի հետևանքով ազգային ավիափոխադրողը չէր կարող լիարժեք մրցել եվրոպական շուկայում։ Fly Arna-ն պետք է լիներ բարձր միջազգային ստանդարտներով հայկական ազգային ավիափոխադրող, բայց այդ ազգային ավիափոխադրողը չէր կարող լիարժեք աշխատել, եթե փակե եվրոպական շուկան, որովհետև չէր դիմանալու այլ ընկերությունների հետ մրցակցության։ Իսկ այլ ընկերություններ հայկականի անվան տակ, բայց ոչ հայկական գրանցումով Երևանից թռիչքներ էին իրականացնում, ընդ որում մեղմ ասած ոչ այնքան բարձր ավիացիոն ստանդարտներով։ Փորձագետները կարծում են, որ իրավիճակը զավեշտալի պատկեր է ստեղծում, ինչն էլ իրականում վկայում է ոլորտի կառավարման մեղմ ասած անորակության մասին։ Սա առաջին հերթին պետության հեղինակության հարց է։ Իհարկե ուղևորների վրա դա չի զգացվում, ուղևորները նստում են այլ ավիաընկերությունների օդանավեր կամ ավիաընկերությունները թռիչքներ իրականացնում են Երևանից, բայց այլ գրանցումով եւ դա իրենց համար էլ խնդիր չէ։ Մյուս կողմից սա խնդիր է ստեղծում Հայաստանում ավիաընկերության, Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերության աշխատանքի համար, այսինքն Հայաստանում ավիաընկերության գրանցումը եւ աշխատանքը այդ իմաստով առնվազն դառնում է ոչ ձեռնտու։ Տնտեսագետի գնահատմամբ տարիներ շարունակ նույն ոլորտում նոր խախտումների ի հայտ գալը վկայում են համակարգային կառավարման խնդիրների մասին, որոնց լուծման ձգձգումը շարունակում է վտանգել Հայաստանի ավիացիոն եւ ներդրումային հեռանկարները։ Եվրոպական միությունը եւ Արևմուտքն ունեն իրենց ստանդարտները, որին պետք է համապատասխանեն ինքնաթիռները, դա մեկ, այսինքն իրենց ինքնաթիռի որակը, վերանորոգում անցած լինելու արձանագրությունները, աղմուկի չափը եւ այլ պատճառներ, որոնք որ կարեւոր են իրենց երկրներում, իրենց օդանավակայաններում վայրեջ կատարելու համար, իրենց օդանավակայաններում էկոլոգիական խնդիրներ չառաջացնեն, նաև աղմուկի պատճառով վթարային վիճակներ չստեղծեն եւ այլ ուրեմն սպասարկմանը վերաբերող կրիտերիաներ։ Կա Եվրոպական միության կանոնակարգերը կան, որին պետք է հետևել եւ պահպանել։ Մակարյանի խոսքով ներդրումային որոշումները ձևավորվում են ավելի լայն քաղաքական, կառավարման եւ ինստիտուցիոնալ գործոնների համադրությամբ։ Սակայն ավիացիոն ոլորտում արձանագրված խնդիրները մասնագետի համոզմամբ հերթական ազդակն են կառավարման որակի, միջազգային ստանդարտներին համապատասխանելու անկարողության եւ համակարգային թերությունների մասին, որոնք արդեն կարող են անդրադառնալ Հայաստանի ընդհանուր ներդրումային հեղինակության վրա։